Հոհարկ չունեք ինձ։ Դուք վաղուց պետք է բոյկոտեք։ Շաբաթը 2-3 հատ բրիֆինգ տալը տրամբանական։ Չեմ պատասխանում հարցերին։ Փաշինյանը ԿՊ գրասենյակ է եկել վարչապետի թեկնածու ընտրելու։ Կուսակցության գրասենյակում ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունն է, որով որոշվում է նաև առաջին 50 հորիզոնականների դասավորությունը։ Մինչև գրասենյակ այցելելը Փաշինյանը Facebook-ի լայվով խոսել է իր օրակարգ բերած խաղաղություն պատերազմ երկընտրանքի մասին։ Հիմա էլ ընտրություններին ընդառաջ խոսում է Բաքվում պահվող գերիների մասին։ Ասում է գերեվարված մեր հայրենակիցները Բաքվում անազատության մեջ են հայտնվել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով։ Կոնֆլիկտի շարունակությունը անգամներով նվազեցնում է, եթե չասենք անհնար է դարձնում նրանց ազատ արձակվելը, իսկ խաղաղությունը անգամներով ավելացնում է, եթե չասենք երաշխավորում է նրանց ազատ արձակումը։ Ես շատ կոնկրետ օրինակ եմ բերում, ես շատ հստակ ասում եմ, որ օրինակ Վագիվ Խաչատրյանի վերադարձը Հայաստանի Հանրապետություն մեծ ցնծությամբ հասկանալիորեն ընդունվեց բոլորից եւ հանրության կողմից, բայց ես երաշխավորում եմ, եթե խաղաղության գործընթացները չլինեն, նա չվերադառնա։ Իր բերած օրինակում Փաշինյանը չի նշում, որ Բաքվում պահվող շինծու գործերով դատապարտված մեր հայրենակիցները գերեվարվել են հենց իր իշխանության տարիներին։ Իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով փորձում են հիմնավորել իրենց կուսակցապետի առաջ քաշած թեզը, որ եթե ԿՊ-ն չվերարտադրվի, աղետաբեր պատերազմ կսկսվի։ Մենք չենք ասում, որ ԿՊ-ն միակ աստվածատուր ուժն է, որը եթե լինի իշխանության, չի լինի պատերազմ։ Եթե չլինի իշխանության, կլինի պատերազմ։ Մենք ինչ ենք ասում ենք, քաղաքացիական պայմանագիրը օգոստոսի 8-ի հռչակագրով, քաղաքացիական պայմանագրի ձևավորած կառավարությունը հասել է խաղաղության։ Մենք հիմա առաջարկում ենք հունիսի 7-ին ժողովրդին քվեարկել քաղաքացիական պայմանագրի օգտին, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակի այդ խաղաղության ուղին, որը հաստատված է։ Լրագրողները խորհրդարանի փոխխոսնակից հետաքրքրվում են այդ տրամաբանությամբ ինչու ԿՊ-ն շարունակեց նախկին իշխանության բանակցային գործընթացը եւ հայտարարեց, որ սկսում է զրոյական կետից, որի արդյունքը 2020 թվականի պատերազմն էր։ Եկեք քայլերին նայենք, Նիկոլ Փաշինյանը ոչ բանակցություններից է հրաժարվել, ոչ մադրիդյան սկզբունքներից է հրաժարվել, ոչ միջնորդներից է հրաժարվել, ոչ նույնիսկ մեծ կադրային փոփոխություններ արել, ոչ բանակում, ոչ դիվանագիտական համակարգում։ Ի տարբերություն Փաշինյանի, որը մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո ներողություն էր խնդրել արցախցի կնոջից, Տիգրան Ավինյանը դատապարտելի է համարում Արմինե Մոսյանի իր խոսքով կամարական վերաբերմունքը պետական խորհրդանիշներին ու քարտեզին։ Որևէ մեկը, եթե կամարական վերաբերմունք ունի մեր պետական ատրիբուտների նկատմամբ, ինքը արժանի է ամենամեծ քննադատության։ ԿՊ ընտրությանը շտապող Ալեն Սիմոնյանն էլ պարզաբանեց իր հետ տեղի ունեցած սկանդալային միջադեպը, այն համարում է քաղաքական միավորի կազմակերպած սադրանք։ Ես գիտեմ դա ում կողմից է կազմակերպված, ես վստահ եմ, որ նման դեպքեր ընտրությունները մենք ինչքան մոտենանք, այնքան շատ է լինելու, գիտեմ որտեղից է ուղղորդված։ Միջադեպից հետո երկու քաղաքացի բերման էր ենթարկվել խուլիգանություն կատարելու համար, նախաձեռնվել է քրեական վարույթ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու հոդվածով։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։